Հոկտեմբերին Արամուսում և Զովաշենում 4 մարդու կյանք խլած տղամարդը անմեղսունակ է ճանաչվել։ Փաստինֆո գործակալությունն է հայտնում, որ դատահոգեբուժական փորձաքննությամբ նշվել է, որ մեղքը խոստովանած Թադևոս Հովակիմյանը հոգեկան հիվանդություն ունի, զառանցական խանգարում։ Փորձաքննությամբ նաև նշվել է, որ անձը սոցիալապես խիստ վտանգավոր է, հոգեբուժական բաժանմունքում բուժման կարիք ունի։ Հոկտեմբերի 12-ին էր արամուսցի Թադևոս Հովակիմյանը Գազարի դաշտում որսորդական հրացանով սպանել հարևաններին։ Տարիներ առաջ վիճել էին կենցաղային հարցերի շուրջ։ Նույն օրը Զովաշենում 2 մարդ էլ է սպանել, գողացել նրանց մեքենան։ Արամուսում չեն հավատում, որ հոգեկան խնդիրներ ունի 61-ամյա տղամարդը։ Այդ սկզբից մեղսունակա ճանաչվե, հիմա անմեղսունակա ճանաչվե։ Այդ մի փոքր մեկը մի բան անում, տանում դատում են 4 մարդու կյանք խլած մարդուն, այդպես պիտի թողենք, հա, երեխան բռնում էր դուռը խաղում էր, երեխու վրա գոռում էր, ջղայնանում էր, իմ հայաթը թող չխաղան։ Փաստինֆոյի տեղեկություններով Թադևոս Հովակիմյանը 15 տարի է որսորդ միության անդամ է և որսորդական հրացան է ունեցել։ Վարորդական իրավունք էլ ունի, տաքսի էր վարում։ Այդ ոնց կարելի է լինել ոչ ադեկվատ, անմեղսունակ ու որսորդական հրացան ունենալ։ Տան, խնդրեմ, տունը նայեք, էսի գժի տունը, այդ անմեղսունակի տունը, տաքսի էր վարում ինքը։ Անմեղսունակը տաքսի է վարում։ Ոչ հոգեկան խնդիրներ ունի, ոչ էլ խմիչքի հետ սեր, ասում են գյուղացիները։ Ագրեսիվ մարդ է, կարող է կռվել մարդկանց հետ, մեծ ու փոքր չնայելով, առանց լուրջ պատճառի։ Այնքան ինքը կեղտոտ տղա է, որ ոչ մեկը չի շփվել, չի տվել, չի առել։ Ագրեսիվ է եղել ընդամենը ինքը։ Ինքը մարդ չէր։ Ինքը անողնաշար, ինքը տականքի մեկն էր, ասենք կանգնում էինք ստեղ, ինքը բան էր մանգալի, որ կռիվ սարքեր։ Երեխեք ասնելուց կանգնում մաշինը, բախեք նայում ինձի։ Ու տենց, ես իմացամ, ասի լավ, գործ չունենք։ Գյուղում խոսում են նաև, որ ցուցակ ուներ Թադևոս Հովակիմյանը, թե ում պետք է վնասեր։ Այդ հաստատ տենց աղել էլ, ինչ որ ցուցակ ունեցել, որ գյուղում քանի հոգի պիտի սպանի ինքը։ Իրոք կատարեց շատ վատ երևույթ, որը որ ոչ մեկը չենք ընդունում ու պահանջում ենք օրենքին, որպեսզի պատժվի ամենախստագույն ձևով։ Արամուսցիները արդար քննություն են պահանջում, ճաղերի հետևում են ուզում տեսնել Թադևոս Հովակիմյանին։ Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։